Հայաստանի Հանրապետության օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում ՎԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին հերթական օպերատիվ տվյալները։ Ըստ այդ տվյալների Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունը ժամանելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՌԹ-ն, ով իր հետ կախիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկությունները իրացնելու նպատակով հրատապ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ՌԹ-ն, ում մոտ արկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Արարևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Քննչական կոմիտեը ներկայացել նաև ձերբակալված անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական բարույթ, իսկ ՌԹ-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավային հանգամանքը, որ 1 օր անց Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 37 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս Զվարթնոց օդանավակայանից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով նույնպես ձերբակալվել եւ տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև քննչական կոմիտե։ ՎԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը Հայաստանի Հանրապետության օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ։